Յանիս Յոնևսը լատվիացի գրող է, դրամատուրգ, Լատվիայի մշակույթի ակադեմիայի մագիստրոս է, քոփիրայթեր, գրում է գրախոսականներ ու ֆրանսերենից թարգմանություններ է անում, գրել է մանկական գրքեր ու պատմվածքներ։ Հեղինակի դեբյուտային Ելգավա 94 վեպը հրատարակվել է 2013-ին ու դարձել ազգային բեսթսելլեր։ Ես Յանիս Յոնևսն եմ, գիրքս կոչվում է Ելգավա 94, այն դեռահասների մասին է։ Մեր երկիրն էլ այդ ժամանակ դեռահաս էր։ Դեռահասները ներքաշվում են heavy metal երաժշտության ենթամշակույթ։ Նրանք ասես ապստամբներ լինեն, որ դուրս են եկել ամբողջ աշխարհի դեմ, որոնց ոչ ոք կարծես չի հասկանում։ Գրքի հրատարակումից հետո պարզվեց, որ Լատվիայում շատերն են ունեցել նույն ապրումները։ Գիրքն ըստ էության մեծանալու մեր բոլորի հասունացման ընթացքի մեր անհատականության ձևավորման մասին է։ Այնինչ մեզ համար մի ժամանակ կարևոր էր, կորցնում է իր նշանակությունը, փոխարինվում է մեկ այլ բանով ու ոչինչ չես կարող անել դրա դեմ։ Հեղինակը զգուշացնում է, գիրքը շատերին կթվա մելամաղձոտ ու մելանխոլիկ հուշերի հավաքածու, բայց այն զվարճալի է, ոչ թե տխուր։ Գիրքն ինքնակենսագրական չէ, բայց հերոսը հեղինակի անունն ունի, դեպքերից շատերը տեղի են ունեցել հեղինակի հետ։ Իմ գրական դեբյուտն է, փաստորեն հաջողված, չէի կարող նման բանի սպասել, ակնկալել։ Լատվիայում մտածում են գիրքը ինքնակենսագրական է, շատերը մտածում են այդ ամենը ինձ հետ է կատարվել։ Իրականում ինքնակենսագրություն չէ, գրքի սկզբում նշում են, որ բոլոր իրադարձությունները իրական հիմք ունեն, բայց դրանք խտացրել ու փոխել եմ, թերևս կարող ենք ասել գեղարվեստական ինքնակենսագրություն է։ Գրքում հերոսները քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, ի տարբերություն գրքի հեղինակի, նրանց համար արտաքին աշխարհը գոյություն չունի։ Յանիս Յոնևսն ասում է, որ գիրքն անորոշության մասին է։ Քաոս, որը ընկալվում էր որպես ազատություն, ոչինչ արգելված չէր, մարդկանց ոչինչ չէր հետաքրքրում, հուզում։ Աշխարհը անորոշության մեջ էր եւ դա արտացոլվում է իմ հերոսների ներաշխարհում։ Կարծում եմ ինչ-որ մեկը պետք է գրի երկրի վերածննդի այդ շրջանի խորհրդավոր ժամանակների մասին։ Հավանաբար դրա համար պետք է դեռ ժամանակ անցնի, ավելի շատ ժամանակ։ Յանիս Յոնևսն ուզում է, որ գիրքը շատ լեզուներով թարգմանվի, քանի որ գրքում նկարագրված իրադարձությունները միայն Ելգավայում չեն կատարվել ու միայն Լատվիային չեն վերաբերել։